ԱՄՆ-ի եւ Իրանի միջև Պակիստանի միջնորդությամբ ձեռք է բերվել երկշաբաթյա հրադադար։ Համաձայնության շրջանակում կողմերը պարտավորվել են դադարեցնել ռազմական գործողությունները եւ անցնել բանակցությունների փուլին, որոնք նախատեսվում է շարունակել Իսլամաբադում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը հասել է իր ռազմական նպատակներին եւ սա կարող է դառնալ Մերձավոր Արևելքի ոսկե դարի սկիզբը։ Նա նաեւ ընդգծել է, որ Իրանից ստացվել է 10 կետից բաղկացած առաջարկ, որը դիտարկում է որպես ապագա համաձայնագրի հիմք։ Միաժամանակ ԱՄՆ-ն ակնկալում է, որ Թեհրանը կապահովի Հորմուզի նեղուցով անվտանգ նավագնացությունը ռազմավարական այս ուղու վերաբացումը դարձնելով հրադադարի առանցքային պայմաններից մեկը։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է դադարեցնել հակահարվածները եւ ապահովել ջրային ուղիների անվտանգությունը որպես բարի կամքի քայլ։ Սակայն ընդգծվում է, որ վերջնական համաձայնությունը կախված կլինի առաջիկա բանակցություններից։ Միջազգային արձագանքը եւս արագ է եղել։ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է հրադադարը, այն անվանելով կարևոր քայլ քաղաքացիական կյանքերը փրկելու եւ տարածաշրջանում հումանիտար իրավիճակը թեթևացնելու ուղղությամբ։ Նա կողմերին կոչ է արել հավատարիմ մնալ պայմանավորվածություններին եւ շարժվել դեպի կայուն եւ համապարփակ խաղաղություն։ Միևնույն ժամանակ տարածաշրջանում լարվածությունը շարունակում է պահպանվել։ Իսրայելի վարչապետ Բենջամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը աջակցում է Իրանի նկատմամբ ճնշման քաղաքականությանը, սակայն հստակ ընդգծել է, հրադադարը Լիբանանին չի վերաբերում։ Նրա խոսքով Իսրայելը շարունակելու է գործել իր անվտանգությունն ապահովելու համար, անկախ ընդհանուր պայմանավորվածություններից։ Լիբանանյան ուղղությամբ իրավիճակը շարունակում է մնալ պայթունավտանգ։ Այդ ճակատում բախումների ռիսկը պահպանվում է եւ հնարավոր է, որ հակամարտությունը massամբ շարունակվի, չնայած ընդհանուր հրադադարին։ Փորձագետների գնահատմամբ ներկայիս պայմանավորվածությունը ավելի շատ ժամանակավոր դադար է, քան վերջնական լուծում։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։